Մետրոպոլիտենի թվերը մեզ ցույց են տալիս, որ ունենք նաև որոշակի աճ ուղևորահոսքերի տեսանկյունից, այսինքն սա կոնկրետ ցուցանիշ է եւ տեսնում ենք, որ Երևան քաղաքում ուղևորահոսքերը ավելացել են։ Իհարկե 40% աճը, ընդհանուր 40% աճը, դա ուղևորահոսքերի աճը չէ, դա խոսում է մեր մի փոքր միգուցե կոշտ, բայց աշխատող մեթոդաբանության մասին հավաքագրման եւ Երևան քաղաքը կարողացել է լուծել հավաքագրման խնդիրը եւ սիրելի երևանցիներ, եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ վալիդացիան եւ վճարումները հանրային տրանսպորտում դա մեր հանրային տրանսպորտի որակի համար է արվում։ Դա արվում է նրա համար, որ մենք կարողանանք տարեց տարի զարգացնել մեր հանրային տրանսպորտը, դարձնել այն ավելի լավը, այս տարի մենք գնեցինք 45 նոր տրոլեյբուսներ եւ մենք շարունակաբար զարգացնում ենք մեր հանրային տրանսպորտը, հիմա հեսա կզեկուցվի 250 նոր էլեկտրոավտոբուսների մասին եւ այս բոլոր ծրագրերը մենք արդեն փոխարինել ենք մեր ամբողջ հին պարկը, մենք հին պարկ գրեթե չունենք, մնացել են հիգեր ավտոբուսները, որոնք որ նույնպես շուտով կփոխարինվեն, բայց ուզում եմ շատ ուղիղ եւ հստակ կապը մենք տեսնենք, մենք բարելավում ենք վալիդացիաները եւ վճարումները հանրային տրանսպորտում, այդ գումարները ուղղվում են էլի հանրային տրանսպորտին, այդ գումարները ուղղվում են նոր ավտոբուսներին, նոր տրոլեյբուսներին, նոր ենթակառուցվածքին, դեպոների կառուցմանը եւ արժի երևի թե մեկ անգամ գնալ եւ դեպոյի կառուցման փուլում նաեւ տեսնել եւ մարդկանց ներկայացնել, թե ինչ աշխատանք ենք այնտեղ անում, ինչ մեծ ծավալի աշխատանք ենք այնտեղ անում եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ եւ առաջ բոլոր այն մարդկանց, ովքեր որ պարտաճանաչորեն վալիդացիան իրականացնում են ավտոբուսում, վճարումները կատարում են եւ իհարկե մեր ավտոբուսների եւ տրոլեյբուսների վարորդներին, ովքեր որ նաեւ հետևում են եւ այս կարևոր դերը նույնպես ստանձնել են եւ իրականացնում են, սա միանշանակ Երևան քաղաքի եւ երևանցիների շահից է բխում։ Շնորհակալ